Կան քրիստոնյաներ, ովքեր չեն վստահում Աստծուն։ Ամեն օր իրենք կարծում են, թե իրենք վստահում են Աստծուն, ամեն օր նրանք խոսում են մյուս քրիստոնյաների հետ, ասելով, որ իրենք վստահում են Աստծուն, դե անպայման չի հենց ուղիղ այդ նախադասությունը ասեն, ասում են, որ թողնում են Աստծու ձեռքերին, որ իրենց հանձնում են Աստծու կամքին, որ իրենք հավատում են, որ Աստված իրենց հետ է, որ իրենք հավատում են, որ Աստված ամեն ինչ կանի, ինչ որ պետք է, եւ այլն, որ իրենք հավատում են, որ Աստված զորավոր է, որ Աստված արդար է։ Շատ կերպերով քրիստոնյան ամեն օր մտածում կամ խոսում է, որ ինքը վստահում է մեր Տեր Աստծուն, բայց այդ նույն քրիստոնյաներից շատերը իրականում չեն վստահում Աստծուն։ Ուզում եմ ասել, այսպես, կան քրիստոնյաներ, որ չեն վստահում, որ Աստված արդար է։ Նրանք կասկածում են Աստծու արդարության վրա։ Եվ կան քրիստոնյաներ, ովքեր որ չեն վստահում, որ Աստված ամենազոր է։ Նրանք կասկածում են Աստծու ամենազորության վրա։ Եվ կան քրիստոնյաներ, ովքեր չեն վստահում, որ Աստված է դատավորը։ Նրանք կասկածում են Աստծու դատավոր լինելու վրա։ Ասեմ ինչու։ Որովհետև այդ քրիստոնյաները վստահ չեն, որ Աստված չարագործների հանդեպ արդար դատ կանի։ Վստահ չեն, որ Աստված կդատի բոլոր չարագործներին եւ անարդարներին։ Նրանք վստահ չեն, որ Աստված այնքան զորավոր է, որ իրենցից էլ լավ կդատի, որ իրենցից էլ արդար է։ Եվ վերցնում են իրենց ձեռքը այդ ամենը։ Ասում են Աստված ջան, սպասի ես իմ ձևով անեմ, որովհետև ես լավ գիտեմ։ Ես արդարությունը հաստատեմ, ոչ թե դու։ Ու սկսում են արդարություն հաստատել։ Ու հենց այդտեղ արդեն սխալ են, որովհետև եթե դու անում ես այն ինչ որ Աստծու գործն է, դու արդեն սխալ ես։ Մարդը մտածում է, թե ինքը պիտի դատի, ինքը պիտի արդարություն հաստատի, ինքը պետք է ճիշտը ցույց տա։ Բայց այդ ամենը Աստծու գործն է, ոչինչ, որ դրանք Աստծու գործերն են։ Մենք իրավունք չունենք ոչ արդարություն հաստատելու, ոչ դատելու։ Իրավունք չունենք։ Աստված այնքան զորավոր է, որ այդ ամենը անելու է, կարող է անել։ Նա ընդհանրապես ամեն ինչ կարող է անել, կարիք չկա, որ դու դա անես։ Որովհետև եթե դու ես անում, չես համբերում, ուզում ես շուտ լինի արդարությունը, կամ չես համբերում, քո եսը չի կարողանում զիջել, համբերել, դիմանալ, քո եսը չի կարողանում վստահելով Աստծուն միայն աղոթել, դու չես կարողանում քո թշնամիների համար աղոթել եւ օրհնել նրանց, այդ ամենը թողնում ես եւ սկսում ես դատել, արդարություն հաստատել, դու արդեն սխալ ես անում, դու արդեն սխալ ես։ Եթե դու ես այդ ամենը անում, նշանակում է դու չես վստահում Աստծուն, որովհետև եթե վստահես, դու կշարունակես քո կյանքը ապրել եւ դու գիտես, որ Աստված կանի ամեն բան։ Աստծու ձեռքերում է ամեն ինչ։